ամբողջ կյանքս մտածել եմ կամ ասում եմ ճիշտը կամ ոչինչ չեմ ասում։ Քանի որ ժողովուրդ ես բարոյական իրավունք չունեմ ձեզ խաբելու, ես ամբողջ ելույթների մասին, վերջի մամուլների լրատվության մասին կամ ես մի բան կարամ ասեմ, այո, մենք սարսափելի մեծ սխալներ ենք թույլ տվել այս 20 տարվա ընթացքում, սկսված 92 թվականից մինչև այսօր։ Ու դրանք այսօր պետք է անդրադառնալ, ինչի բան, քաղաքական վիճակն այսօր այնպիսին է Հայաստանում եւ արտաքին եւ ներքին, այդ դա սարքել մի ամբողջ պատմություն ու բաժանել մեր բոլոր գեներալներին, որոնք կամաց է ակամա, որոնք իրականից գեներալ են դարձել, պետք չի ամբողջը խառնել, քանի որ վիճակն նոր հասական է, եւս մի լիցք պետք չէ տալ, որ ժողովուրդը գաղտնի ճամփան բռնի, հասկանում եք, ժողովուրդը կարծես թե ուզում ես հեղի պես դուրս գա Հայաստանից։ Անստամարտիկների մասով ես ինչ եմ ուզում ասել, 1918 թվականին, երբ որ թուրքը հասել էր Էջմիածին, եւ որ հայկական կառավարությունը, Էզևի կառավարություններ երևի, հայկական կառավարությունը որոշել էր, որ քաղաքը, մայրաքաղաքը տեղափոխել Սևան, այդտեղ սայրում պահկներին, փորձեին պայքարել, գնում էին Գևորգ 5-րդ կաթողիկոսի մոտ եւ խնդրում էին, որ կաթողիկոսները տեղափոխել Սևան։ Իսկ օղորմացիկ այդ սուրբը մարդը ասում է հետևյալը, գաղթականներին ես ում թողեմ, հիմա ուր փախչենք, ու այդ մարդը 3 օր անընդհատ խփելով զանգակներ ամբողջ հայոց աշխարհի, հանում է ոտքի, որ հասական վիճակում ժողովրդին հանում է ոտքի, սոված ծարավ գաղթական, եւ Սարդարապետում հաղթանակ տարան փայլուն մեր ընկերները, մեր պապերը, նախապապերը օղորում իրանց, հետո ինչ եղավ, ընդամենը 2 տարի հետո Ավիս Դուրիջյանի պես տականքը 1500 հոգի այդ տղաներին, կրնող տղաներին, քշեց Աստրախանով Սիբիր, կեսին ճանապարհին կաց սահարեցին թուրքերը։ Այդ դա է մեր պատմությունը, որից մենք վախենում ենք խոսալ ու լռում ենք։ Դրա համար մենք այսօր ենք ընկերներ, տղեկ ջան։ Դրա համար ձեզ հալածեցին, մեզ պարակտեցին, ինչի համար, որովհետև բաժանելու բան կար, սեփականակ շնորհում էին։ Ժողովրդի մի մասներ բերում էին, հապացում էին, որ այս անստամարտները վայրինիներ էին։ Բերում էին էկրանի առաջ նստացնում էին մեկին, մի կեղտոտ, զզվելի դեմքով, մի ապուշի, ասում էին սա անձնամարտիկ է, ժողովուրդը վախենում էր, ասում են սա է անձնամարտիկը, ու ողբամ զքես հայրիկ, այդ ձև բաժանում են մեր ժողովրդից, ժողովուրդը մնում էր միայնակ, մենք մեր պատկերը ոչ չանում էր տղեկ ջան, եւ ոչացեցի մեր պայքարը այնքան ժամանակ, մինչև այս վարքյանում արդեն գողին, թալանչում, սրիկային, սողալով հարստացողին ասում եք առաջնորդը, պարոն Էշինչյանը, Մուստաֆա Էմիր բեը, այդ շունը թալավելա քու երեխայինը ինչ պարոնա, մենք վատը դառնանք, նրանք դառնան պարոն, ինչի համար, պատմությունը աղավաղում է նրա համար, մեզ անդապ որ չասնում են նրա համար, որպեսզի մեր հայրենիքը ժողովրդին թալավեն։ Հիմա լավ ժողովուրդը տարբերում է, որ ազնվատի դեստամոքսի համար կրվեն, կամ կրվում, որն է կանգնել իրենց կողքին, ժողովուրդ ջան, մի գրամի մեկ մտածեք, մենք ձեր կողքին կանգնացենք մինչև վերջ, եթե պետք լինի, եթե ձեզ ասենք պետք լինի, մենք դիմելու ենք ուրիշ բաների, մի գրամի կասկածենք, մենք չենք տալու հայրենիքը, մենք տվել ենք մեր երեխաների ճակատագիրը, մեր ընկերների, վիրավոր ընկերների ցավը թողել ենք մենակ, մեզանից տեղացրել ենք մեր բարեկամները, ոչ մեկին չենք կարող օգնել, չենք կարող մեր ընկերներին հյուր հրավիրենք մեր տուն, բայց հայրենիքը մենք չենք տալու ոչ մեկին, հայրենիքի համար կենացում հու կռիվել լինելու, ուրեմն ես ձեզ ասեմ, հատկապես այս օրերին Սիրիայի վիճակը օրորից ծանրանում է Սիրիայի վիճակը, եթե հանկարծ կռիվ սրի, Իրանը խառնվելու է կռվին, ու Իրանի թուրքերը ոչ թե պարսիկները, մի շփոթեք թուրքն ու պարսիկ Իրանեն, պարսիկները առաջինի ժողովուրդ են, Պարսկաստանի թուրքերը հեղեղի պես լսելու են Հայաստան ժողովուրդը, 100,000 թուրք կապ, այդ Հայաստան չի լինելու, հասկացեք, ես ձեզ մի բան եմ ասում, այսօրվա իրավիճակի մեջ իսկական մարդը, իսկական հայը, ոչ թե նապաստակ շտուրը, պետք է մտածի հետևյալ կերպ, լինում է 2 խանութ, մի խանութում աշխատում է դերձակը, կողքը աշխատում է կոշկակարը, դերձակը ամեն անգամ այդ ընկույզը ուտում ու շպրտում կոշկակարի գլխին, անընդհատ Կոշկական այդ կճվներ հավաքում է մի տոպրակի մեջ, դնում են նժարի վրա շերքին, ու իր մուրճի հետ տեսնում է քաշը հավասար է, մտնում է ու արրապը դերսակի գլխին է տալիս, հիմա այդ օրնակ է ժողովուրդ, մենք պետք է մուրճը օգտագործենք, բայց տարբերի կերպով, այս վիճակի մեջ, այս իրավի վիճակի մեջ,
հանկարծ ոչ մի արտաքին թշնամի չկարծի, որ մենք հայերով սկսել ենք այսպես աղմուկ աղաղակ բարձրացնելը մեր սահմանները կամ մեր սահմանի վրա երեխաներին կարող են անտեր թողալ։ Ուրեմն ես առաջերտին շնորհավորում եմ Ղարաբաղի անկախությունը, որը մերն է դա, մերը գողասին է, բայց մենք հետ կբերենք տղեկ ջան։ Այդ անկախությունն եմ շնորհավորում ու արտաքին թշնամիներին ասում եմ, Աստված մի արասի մեր սահմանները խախտեք։ Մենք առաջինն ենք հայտնելու Ղարաբաղներում ու այս անգամ ենք ներում չի լինելու։ Համստեղ հատել ընդեղ շնորհակալ